Ինչպես կալվածատերը թուղս նստեց, որ քուռակ ունենա։ Լատիշական հեքիաթ։ Մի կալվածատեր է լինում, որն աշխարհում ամենից շատ ձի է սիրում։ Նրա գլխում միայն մի միտք է լինում. ոնց անի, որ ճարի այնպիսի ձիեր, ինչպիսիք դեռ ոչ ոք չի ունեցել։ Հենց որ լսում է ձիերի տոնավաճառի մասին, թողնում է բոլոր գործերն ու հայդա այնտեղ, նույնիսկ եթե կինը մահամերձ հիվանդ է լինում։ Մի անգամ այս մոլի ձիասերը գալիս է տոնավաճառ ու հանդիպում մի գյուղացու, որը սայլով վարունգ էր տանում ծախելու։ «Էդ ինչ ես տանում», հարցնում է նրան։ Իսկ գյուղացին խորամանկի մեկն է լինում և պատասխանում է. «Ես էնպիսի ձվեր եմ տանում, որտեղից ձի է դուրս գալիս, էն էլ ինչպիսի ձի, այնպիսի, որպիսին ոչ ոք դեռ չի ունեցել»։ «Հապա մի ցույց տուր», ասում է կալվածատերը։ Եվ գյուղացին ցույց է տալիս։ Կալվածատերն այդ ձվերից ընտրում է ամենամեծը ու հարցնում. «Ինչ արժե այս ձուն»։ Իսկ խորամանկ գյուղացին պատասխանում է. «300 ռուբլի»։ Կալվածատերը քսակը հանում է ու հաշվում է 300 ռուբլի։ Իսկ հեռանալիս գյուղացին նայում է կալվածատիրոջն ու ասում. «Ձուն պետք է դնեք պուտուկի մեջ ու ինքներդ էլ նստեք վրան, մինչև որ քուռակը կծնվի, իսկ ով էլ որ բան հարցնի, միայն մի բառ պատասխանեք՝ քշ»։ Ու նրանք բաժանվում են։ Ամեն մեկը գնում է իր ճանապարհով։ Տուն հասնելուն պես կալվածատերն իսկույն թուղս է նստում, որպեսզի քուռակ ունենա։ Կինը հարցնում է, թե ինչու է այդքան երկար նստել, իսկ նա միանգամից վրա է պրծնում. «Քշ»։ Այդպիսի վայրենի պատասխանը շատ է բարկացնում տիրուհուն, բայց իմանալով ամուսնու բնավորությունը, հանգիստ է թողնում նրան, թող ուզածի չափ նստի։ Պատվիրում է նրան ուտելիք ու ջուր տալ, իսկ ինքն էլ ոչ մի բան չի հարցնում։ Թուղս է նստում կալվածատերը, մի 3-4 շաբաթ թուղս է նստում պուտուկի վրա, բայց ձվի միջից ոչ ոք դուրս չի գալիս։ Լրիվ հույսը կորցնում է ու ձանձրանում թուղս նստելուց։ Ու մի օր էլ ջղայնանում է, վերցնում է վարունգով պուտուկն ու վազում անտառ, ու պուտուկը զայրացած շպրտում ջարդած ցախերի մեջ։ Հենց այդ ժամանակ էլ ցախերի տակից մի նապաստակ է դուրս պրծնում ու վազում անտառ։ Իսկ կալվածատերը նրա ետևից կանչում է. «Նո, նո, կաց, կաց»։ Նապաստակը աղմուկից վախեցած, ինչքան ուժ ունի փախչում է։ Տխրում է կալվածատերը, շատ է տխրում ու բռնում է տան ճամփան։ Ճանապարհին նորից հանդիպում է նույն գյուղացուն, որից որ 300 ռուբլով վարունգ էր գնել։ Պատմում է կալվածատերը գյուղացուն, թե քիչ էր մնում, որ քուռակը ծնվեր, բայց ինքը իր ձեռքով հիմարաբար դեն գցեց նրան։ Իսկ գյուղացին, խորամանկը, լսում է ու ասում. «Միշտ էլ էդպես է լինում բոլոր հիմարների հետ։ Դուք չեք կարողանում մի քուռակի վրա թուղս նստել»։ Կալվածատերը գալիս է տուն ու կնոջը պատմում իր սև բախտի մասին։ Իսկ կինը հենց լսում է, թե ինչ հիմարն է իր ամուսինը, էլ չի ուզում նրա երեսին նայել։